Թուրքիայի Հանրապետության զանգվածային լրատվական միջոցների հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորի, որքան հիշում եմ, սա աննախադեպ առիթ է եւ աննախադեպ ֆորմատ, այսինքն նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք տեղի չի ունեցել եւ կարծում եմ լավ է, որ այսօր զրուցելու եւ մտքեր փոխանակելու առիթ ենք ունենալու եւ հաջող աշխատանք եմ մաղթում բոլորիս եւ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին. Խնդրեմ. Sayın Başbakan, Türkçe'de bizde bir söz vardır. Su küçüğün, söz büyüğün diye. Umuyorum ki bu grubun en yaşlı... Հարգարժան պարոն վարչապետ, Թուրքերենում մենք մի խոսք ունենք, ջուրը փոքրին, խոսքը մեծին։ Հուսով եմ, որ այս խմբի մեջ ամենատարիքովը ես չեմ, բայց ընկերներս խնդրեցին, որ ես ձեզ շնորհակալություն հայտնեմ։ Այդ իսկ պատճառով, ինչպես դուք նշեցիք, այո, աննախադեպ այս առիթի համար շատ շնորհակալ ենք եւ այդ շնորհակալությամբ ենք ուզում սկսել մեր խոսքը, ոչ միայն ձեզ, այլև ձեր աշխատակազմին, ամեն ինչի համար շնորհակալ ենք։ Առաջին հարցը կարող եմ ես տալ։ Դարձյալ այս առիթի եւ հրավերի համար շնորհակալություն։ Ես Բուրակ Թաթարն եմ, Սյոզյու TV արտաքին լրատվական բաժնի տնօրենը։ Այս պահին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ինչ կետի ենք հասել, հստակ որտեղ ենք գտնվում։ Եվ այսպիսի հարց է ինձ հետաքրքրում. եթե մի օր դուք քաղաքականությունը թողնեք եւ թոշակի անցնեք, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված եւ հատկապես Հարավային Կովկասի հետ կապված, ինչպիսի ժառանգություն կկամենայիք թողնել ձեզանից հետո։ Ինչպիսի երազանք ունեք տարածաշրջանի հետ կապված։ Դե երկրորդ հարցին շատ կոնկրետ, շատ դժվար է պատասխանել, որովհետեւ դեռ պետք է տեսնենք, թե ինչ արդյունքներ են արձանագրում եւ ինչ արդյունքներ կան ամփոփելու։ Իհարկե, եթե ցանկությունների ժանրից խոսենք, միանշանակ կցանկանամ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև որ սկսվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև շատ կարեւոր է եւ ինձ հաճախ են հարցնում, թե ինչ արդյունքներ կան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Իհարկե, որպես կանոն մենք ասում ենք, որ մեր հատուկ ներկայացուցիչների ձևաչափով տեղի ունեցած հանդիպումներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը, ցամաքային սահմանի մասին է խոսքը, կբացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար եւ իհարկե մենք սպասում ենք այդ պայմանավորվածության իրագործմանը եւ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2022 թվականի ամռանը դեռ, բայց քանի այս պայմանավորվածությունը եւ քանի որ այս պայմանավորվածությունը իրականացված չէ, շատերը մեկնաբանում են, որ արդյունքներ չկան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ես անկեղծ ասած պիտի չհամաձայնվեմ դրա հետ, որովհետև Հայաստանի եւ Թուրքիայի մեջ այսօր կա շատ ուղիղ երկխոսություն, շատ ուղիղ խոսակցություն եւ եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ էական փոփոխություն է։ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ եւ ելի եմ ասում կողքի հայացքի համար սա գուցե թե այդքան կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար եւ պետական կառավարման համակարգերում գտնվող մարդկանց համար սա կոնկրետ արդյունք է, որովհետև մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներ իրարից ճշտելու հնարավորությունից, հասկանում եք, մենք որպես կանոն երրորդ երկրների միջոցով ենք իմացել, իսկ ինչ են մտածում Անկարայում։ Անկարան ըստ էության երրորդ երկրների միջոցով է իմացել, թե ինչ են մտածում Երևանում։ Հիմա մենք նույնիսկ այնպիսի իրադրություններ կան եւ բառից բուն իմաստով մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգել եւ հարցնել, իսկ դուք այս հարցի վերաբերյալ ինչ կարծիք ունեք, եւ սա էական փոփոխություն է, որը
շատ կարևոր է եւ ես համոզված եմ, որ դա բերելու է արդյունքների։ Եվ մենք նաև փոխադարձաբար ավելի լավ ենք հասկանում, իսկ որոնք են կողմերի ունեցած բարդությունները, խնդիրները, որ հարցերն են, որ կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման, որ հարցերն են, որտեղ դիտանկյունները, տեսակետները տարբեր են, եւ պիտի ուղիղ ասեմ, որ ես սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում։ Մենք այս ընթացքում արդեն մի քանի հանդիպում ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ ենք ունեցել, արտաքին գործերի նախարարներն են շփվել եւ շարունակում են շփվել, մեր նախարարները տարածքային կառավարման ոլորտի եւ նախարարությունները երկու երկրները մի քիչ այլ կերպ են անվանվում, ուսե ճշգրիտ անունները նույնն չեն, բայց մեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը շփվել է իր գործընկերոջ հետ, նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն է շփում ունեցել հատուկ ներկայացուցիչները, որոնք կապի մեջ են իրար հետ։ Մենք ունենք արդեն համագործակցության կոնկրետ օրինակներ, վերջերս Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կամ արդարադատության համակարգի կողմից մեղադրվող երկու անձանց մենք փոխանցեցինք Թուրքիային, սրանք կարող են մեծ ձեռքբերումներ չթվալ, բայց եթե գույքագրենք նախորդող շրջանում ինչ ենք ունեցել, իհարկե սա շատ էական ձեռքբերում է, բայց շատ կարևոր է արձանագրել, որ սա դինամիկ process է եւ իհարկե պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան կանգ չառնի եւ շարունակվի, սա էլ իր հերթին կախված է այդ թվում երկու երկրների առաջնորդների եւ կառավարությունների քաղաքական կամքից եւ ես տեսնում եմ քաղաքական կամք այլ բան, որ այդ քաղաքական կամքը նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։ Պիտի նաեւ ընդգծեմ, իհարկե դա էլ ինչ որ առումով հիշարժան իրադարձություն է, որ նախագահ Էրդողանը ընտրվելու կապակցությամբ ընտրվելուց հետո ինձ հրավիրեց մասնակցել երթմնակալության արարողությանը եւ ես որոշում կայացրի մեկնել Անկարա եւ դա նաեւ բացի են, որ դա զուտ արարողակարգային իհարկե շատ կարեւոր միջոցառում էր եւ կարեւոր ազդակ նաեւ հնարավորություն էր Թուրքիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ շփվել եւ դա նույնպես շատ կարեւոր իրադարձություն էր երկկողմ հարաբերությունների համար։ Դե տեսեք, ես գործնականում արդեն մոտավորապես 5-7 րոպե թվարկում եմ, թե ինչ կա մեր հարաբերություններում։ Այդ նշանակում է, որ կա թվարկելու բան առնվազն, եթե 7 տարի առաջ հարցնեիք ինձ, ես դժվար թե թվարկելու բան ունենայի։ Երկրորդ հարցը ես եմ ուզում տալ։ Պարոն վարչապետ, ես շնորհակալություն եմ հայտնում Անադոլու գործակալության անունից։ Հարգարժան պարոն վարչապետ, տևական ժամանակ է Հայաստանում պատմության ընկալման վերաբերյալ տարբեր եւ կարեւոր եզրակացություններ եք անում, քննադատություններով եւ առաջարկություններով եք հանդես գալիս։ Մենք որպես Անադոլու լրատվական գործակալություն ձեզ այս հայտարարություններին իրենց բնօրինակ լեզվով հայերենով հետևում ենք։ Այս թեմային ուշադրություն դարձնելու պատճառներին եմ ուզում անդրադառնանք։ Թե այստեղի ձեր քաղաքացիների, թե Սփյուռքի շրջանակներում։ Ինչի եք փորձում հասնել դրանով։ Շնորհակալություն։ Գիտեք, կարծում եմ ցանկացած երկիր պետք է ինքը իր պատմության հետ առնչվի, դա ակնհայտ է եւ չեմ կարծում թե այդ առումով ես կամ Հայաստանի Հանրապետությունը օրիգինալ են, մենք միշտ էլ մեր պատմության հետ առնչվում ենք, բայց կարևոր է արձանագրել, թե որտեղ ինչպես եւ ինչ նպատակով օգտագործել այն գիտելիքը, որը մեզ տալիս է պատմությունը։ Եվ կարևոր է նաեւ տեսնել այն ուղերձները, ընկալել այլ ուղերձները, որը մեզ տալիս է պատմությունը, որը ինչ խոսք։ Գիտեք, այդպիսի մի արտահայտություն կա, որ պատմությունից պետքա դասեր քաղել։
բայց պատմության ոչ մի էջում գրված չի այն դասը, ասենք ոչ պատմություն չի ասում, էս եղավ, հիմա ուշադրություն։ Դասը հետևյալն է, հետևությունը հետևյալն է։ Այսինքն պատմության մեջ այդ հետևությունը չկա եւ քաղաքական ընտրության եւ քաղաքական ընկալման հարց է, ինչ դաս քաղել եւ ինչպես ընկալել պատմությունը եւ ինչպես օգտվել պատմությունից։ Սա շատ կարեւոր է։ Օգտվել պատմությունից որպես գիտելիքի աղբյուր, որպես այսօրվա եւ ապագայի մասին իմացության աղբյուր, որպես այսօրը եւ ապագան կառուցելու նախագծի համար գիտելիքի եւ ինֆորմացիայի աղբյուր, թե այնուամենայնիվ ապրել պատմությունը։ Սրանք քաղաքական ընտրության հարց են, որովհետեւ գիտեք, ցանկացած միջավայրում, երբ որ խոսենք պատմության եւ պատմությունից քաղվող դասերի մասին, միշտ վեճ կլինի, որովհետև յուրաքանչյուրը պատմությունը կընկալի իր քաղաքական տեսանկյունից։ Ես նկատի ունեմ հանրության ներսում, նույնիսկ նույն հանրության ներսում։ Եվ իմիջայլոց ասեմ ձեզ, որ պատմությունը ինքը թերևս ամենակաղաքական գիտություններից է կամ ամենակաղաքական դիսցիպլիններից է, եւ հետեւաբար պատմության ընկալումն էլ ինչ որ առումով քաղաքական ընկալման հարց է։ Եվ ո՞րն է այն խոսակցության իմաստը եւ ընկալումը կամ պատճառը, որը դուք ինչպես նշեցիք, այո, ես պատմության մասին հաճախ եմ խոսում եւ իմ հիմնական ուղերձը հետեւյալն է եւ Հայաստանում եւ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ խոսելիս, որ պետք է պատմության եւ այսօրվա միջև սահմանազատում իրականացնել եւ չի կարելի պատմությունը եւ այսօրը ընկալել նույն կերպ, որովհետեւ այսօրը է, պատմությունը պատմություն։ Չի կարելի ապագայի եւ պատմության մեջ սահմաններ չունենալ, որովհետեւ ապագան ոչ թե իմ ընկալմամբ պատմության հայելային արտահայտություն պետք է լինի, այլ ապագան հնարավորություն է ուղղել պատմության մեջ կամ ավելի լավը դարձնել պատմության այն էջերը, որը ուզում ենք ավելի լավը դարձնել։ Բայց սա էլ քաղաքական ընտրության հարց է։ Ես ուզում եմ, որ մենք այս նրբությունը ճիշտ ընկալենք։ Պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության որևէ ընկալումը քաղաքական ընկալում է։ Եվ իհարկե սա վերաբերվում է ընդհանրապես, բայց կան քաղաքական ուժեր, որոնք հենց քաղաքական ընտրությամբ ունեն իրենց ճանաչած բացարձակ ճշմարտությունները պատմության մասին։ Կան հանրություններ, կամ պետություններ, որոնք ունեն իրենց բացարձակ ճշմարտությունները պատմության մասին։ Եվ սա էլ անժխտելի է։ Եվ հետևաբար իմ ընկալումն այն է, պատմության մեր դասերը մենք պետք է ծառայացնենք այսօրվա մեր պետության, Հայաստանի Հանրապետության պետության շահերին, պետական շահերին եւ ապագայի շահերին։ Եվ իմիջայլոց ես ձեզ ասեմ, որ իմ ընկալմամբ այս խոսակցությունը հասունացած է եւ Հայաստանում եւ Սփյուռքում, բայց ելի եմ ուզում ընդգծել խոսքը պատմությունը փոխելու կամ պատմությունը հերքելու մասին չի։ Խոսքը պատմության մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է։ Թե ինչի համար, որպես ինչ ռեսուրս պետք է օգտագործվի պատմությունը, ինչ գիտելիք պետք է ձեռք բերվի պատմությունից, որը հեշտ հարց չէ, բայց ես համոզված եմ, որ դա անհրաժեշտ է։ Դա անհրաժեշտ է եւ իմ շփումները ցույց են տալիս, որ այս խոսակցությունը հասունացած է, բայց կարևոր է նաև, որ այս
խոսակցությունը հասունանա նաև ոչ միայն ներհայաստանյան կամ հայերի միջավայրում, այլև տարածաշրջանային առումով, որովհետև դա էլ է հարց։ Պատմությունը ինչի համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան հավիտենական, թե պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են խաղաղ համագործակցված կայուն տարածաշրջանային իմաստով ապագա կառուցելու համար։ Ես այս երկրորդ ընկալման կողմնակից եմ։ Çok teşekkür ediyorum. Serkan Demirtaş, ben Hürriyet Daily News gazetesinden. Arkadaşımın sorusunu belki biraz daha güncel siyasete... Շատ շնորհակալ եմ։ Մեր գործընկերոջ հարցը մի փոքր ավելի մեր առօրյա քաղաքականությանը համապատասխանեցնելով ուզում եմ շարունակել։ Ձեր հատկապես ցեղասպանության հետ կապված արտահայտությունները, մեկնաբանությունները շատ մեծ արձագանք են գտնում եւ Հայաստանում, եւ Թուրքիայում։ Եվ մենք կարդում ենք սրա հետ կապված ձեր մեկնաբանությունները, հայտարարությունները։ Շատ ընդգրկուն հայտարարություններ եք անում։ Այդպիսի մի հասկացություն էլ կա, որ դուք օգտագործում եք internal Armenization of genocide։ Ուզում եմ հասկանալ, Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում ցեղասպանության հարցը ինչպիսի ազդեցություն ունի հիմա։ Ըստ ձեզ, դա արդեն նախկին անցյալ փուլ է, նախկինում է մնացել այդ հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով։ Եվ Հայաստանը նախկինում քաղաքականություն էր վարում, ինչպես գիտենք, որպեսզի ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդաների կողմից ընդունվի եւ այլն։ Կարող ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվում։ Նույն կերպ ձեր սահմանադրության ներածական մասում կան բաժիններ, որտեղ տեղ են գտել Արևմտյան Հայաստան եւ ցեղասպանություն արտահայտությունները։ Եթե սահմանադրությունը փոխվի ձեր երկրում, դրանք տեղ չեն գտնելու նոր սահմանադրության մեջ։ Այս թեմաների շուրջ կուզեի ձեր տեսակետները լսել։ Bu konulardaki düşüncelerinizi almak isterim. Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Եվ բայց այս համատեքստում սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է եւ կարեւոր, եւ այդ հարցերի շուրջ ես հիմնականում աշխատանքային ռեժիմով անդադ խոսում եմ եւ Հայաստանում եւ արտերկրում մեր հայրենակիցների հետ զրույցում եւ կարծում եմ լավ առիթ է որպեսզի նաեւ հրապարակային այդ մասին խոսեմ։ Նախ պիտի ասեմ, որովհետեւ այդ քննարկումները եւ շարժումները նաեւ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում լինում են, խոսք է գնում ուրացման, մեծ եղերնը ուրանալու կամ մոռանալու մասին կամ ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում եւ հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չի դա ժխտել կամ ուրանալ, որովհետեւ դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չի։ Վերջերս ես ուզում եմ ուղիղ պատմել, եթե չեմ սխալվում, Մյունխենի հայերի հետ հանդիպման ընթացքում իմ ունեցած մի ելույթի մասին, երբ ես ասում եի հետևյալ, ասում եի սիրելի հայրենակիցներ, երբ որ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Մեր իրականության մեջ այդպես է եւ դրանում գաղտնիք չկա եւ այդ շատ հեռավոր երկրները, երբ որ ընդունում են նման որոշումներ եւ երբ որ ոգևորությունը այդ որոշումից կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումը ինչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Եվ երբ որ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումները ինչքանով են նպաստում
մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ նաեւ այստեղ է, որ հարցածագում, որտեղ եւ ինչպես մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա եւ ինչպես եւ որտեղ պետք է մենք կենտրոնանանք մեր իմացած այդ թվում պատմական ճշմարտությունների ընդգծման եւ այդ ճշմարտությունների վրա հենվելու վրա, որովհետեւ այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգային ճանաչված պետություն։ Եվ միջազգայինորեն ճանաչված այդ պետությունը ունի հնարավորություն ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ եւ այս առումով Հայաստանը օրիգինալ երկիր չէ։ Եվ ես էլի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծում եմ այդ շեշտը, որ ասում եմ, տեսեք, ինչքան բոլոր երկրները եւ մենք բոլորս կարևորում ենք խաղաղությունը։ Բայց խաղաղությունը առաջին հերթին տարածաշրջանային երևույթ է։ Տարածաշրջանային։ Ես կարող եմ որպես արդյունք, օրինակ, իհարկե մի փոքր հումորով է ես մասին խոսում, ներկայացնել, որ ես շատ մեր կառավարությունը շատ մեծ միջազգային ձեռքբերում է ունեցել եւ մենք կարող ենք երաշխավորել խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար, ներողություն եմ խնդրում Ավստրալիայի մեր գործընկերներից, տենց հիշատակելու համար, չնայած ոչ մի բան չկա հիշատակման մեջ, բայց Ավստրալիայի հետ։ Այսինքն մենք ունենք շատ մեծ ձեռքբերում, խաղաղություն, բայց Ավստրալիայի հետ, բայց Նոր Զելանդիայի հետ, բայց Բրազիլիայի հետ, որը իրոք ունենք ընդ որում, եւ ուրախ ենք, որ նորմալ հարաբերություններ ունենք։ Բայց խաղաղությունը եւ լավ հարաբերությունը մեզ առաջին հերթին պետք է մեր միջավայրի, մեր ամիջական հարևանների հետ հարաբերություններ։ Որտեւ խաղաղությունը այն խաղաղությունը, որը կոնկրետ արդյունք է բերում մեր երկրի անվտանգության եւ բարեկեցության համար, այստեղի խաղաղությունն է։ Իհարկե գլոբալ անվտանգությանը ես չեմ անդրադառնում, որովհետեւ պարզ է, որ մենք աշխարհը արդեն կես դարից ավելի միջուկային ճգնաժամի մտավախություններ ունի։ Ես այդ գլոբալ խնդիրները այս համատեքստում թողնում եմ մի կողմ, որը իհարկե նաև մեր օրակարգի մաս է, այնքանով որքանով որ մենք միջազգային հանրության մաս ենք։ Բայց խաղաղությունը մեզ անհրաժեշտ խաղաղություն այն է, որը հասանելի է մեզ, որը այստեղ է, հիմա է։ Եվ հետևաբար մենք պետք է մտածենք առաջին հերթին տարածաշրջանային խաղաղության մասին եւ դա է դասը իմ ընկալմամբ, որը մենք պետք է վերցնենք պատմությունից։ Եվ ես այս դահլիճում, այս սենյակում 2020 թվականին հարցազրույց եմ տվել տեղական հայաստանյան հեռուստաընկերություններից մեկին, որը հարց է տվել ինձ, իսկ արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների եւ արդյոք կա տենց հնարավորություն, որ Թուրքիան սպառնալիք չլինի Հայաստանի անվտանգության համար։ Եվ իմ պատասխանը եղել է այն, որ այո, մենք պետք է այդ հարցը դնենք եւ այդ հարցին փորձենք պատասխանել, որովհետեւ ենթադրում եմ, որ Թուրքիան էլ նույն հարցը տալու է Հայաստանի վերաբերյալ։ Իմ գործունեության ընթացքում փորձում եմ այդ հարցին պատասխանել, նաեւ այն համատեքստում, որ հնչեց
Եվ իհարկե այդ հայտարարությունները Հայաստանում միանշանակ չեն ընդունվում։ Իհարկե մի դրվագ, որ մեր սահմանադրությունում Արևմտյան Հայաստան արտահայտություն չկա, Արևմտյան Հայաստան արտահայտություն կա այլ տեղերում, բայց սահմանադրության մեջ չկա։ Բայց բոլորովին վերջերս ես ընդ որում նման խիստ քաղաքական անհրաժեշտություն շատերի կարծիքով չկար, ես բոլորին վերջերս մի եթերով հրապարակային հայտարարեցի, որ իմ ընկալմամբ Արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է եւ Արմավիրի մարզի եւ Շիրակի մարզի կոնկրետ բնակավայր է։ Եվ ինչու եմ ես այդ հայտարարությունը անում։ Ինչու շատ Հայաստանում այդ վերաբերյալ տարբեր վարկածներ կան, թե ես ինչու եմ այդ հայտարարությունը անում։ Որովհետև ես պրակտիկ խնդիր ունեմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ պատասխանելու այն հարցին, որի մասին քիչ առաջ հիշատակում էի։ Ես շատ ուղիղ եմ ասում մեր հանրությանը եւ հիմա գիտեք ինչ, արդեն մեր հանրությանը միջազգային հանրության այդ սահմանները ձեզ հայտնի պատճառներով ջնջվել են, որովհետև սոցիալական ցանցեր, ինտերնետ, բոլոր հայտարարությունները վայրկյանների ընթացքում հայտնվում են, բոլոր հրապարակային հայտարարությունները վայրկյանների ընթացքում հայտնվում են ամենուր, եւ դրա համար այդ սահմանն էլ արդեն ջնջվել, մեր հանրության հետ ենք խոսում, թե միջազգային, թե տարածաշրջանային հանրության հետ ենք խոսում, բայց հանրությանը իմ հիմնական ուղերձը հետեւյալն է։ Ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք մեզ նայել հասկանալ նաև ուրիշների ընկալումը մեր մասին։ Ինչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը։ Եթե մենք տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը տալիս ենք ուղերձ, որ սպասեք, մենք կհզորանանք եւ տեսեք, թե ինչ տարածքային եւ այլ փոխշրջանին, բնականաբար բոլորը կամ առնվազն մի մասը մեզ կընկալեն որպես սպառնալիք։ Եվ եթե մենք լսենք նման հայտարարություններ մեր հարևաններից, մենք էլ դա կընկալենք որպես սպառնալիք, ինչը եւ եղել է։ Եկեք չթաքցնենք միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհանուր քաղաքական բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում եւ օգտագործվում է, պարտադիր չէ, որ պաշտոնական մակարդակում, բայց երբեմն նաեւ պաշտոնական մակարդակում դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։ Իմ ասածը այն է, որ կարող է պարզվի, որ մենք շատ կարևոր բան է, որ կարող է պարզվի, որ մենք արդեն պատճառահետևանքային կապը կորցրել ենք։ Արդեն այն կետը, թե որն է պատճառ, որը հետևանք, արդեն կորցրել ենք այդ կետը։ Եվ այդ կետը կորցնելու պատճառով եւ այս ընկալումների պատճառով մենք անցել ենք շատ բարդությունների եւ կատակլիզմների միջով։ Բայց հիմա կա հնարավորություն այս հարցի ընկալումը եւ այս հարցի պատասխանը ձևակերպումը փոխելու։ Հնարավորությունը ծագել է այն բանից, որ թե Հայաստանի կողմից, թե Թուրքիայի կողմից հնչել են ուղերձներ, որ կա ցանկություն եւ Հայաստանի կողմից եւ Թուրքիայի կողմից այդ հարցերի ձևակերպումները փոխել, այդ շեշտադրումները փոխել, դիտանկյունները փոխել։ Եվ սա է պատճառը, որ այդ թվում մամուլը եւ փորձագետները երբեմն ասում են, որ կա պատմական հնարավորություն։ Եվ ձեր հարցին նորից վերադառնալով ես շատ կցանկանամ, որպեսզի
ինքս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ օգտագործեմ այդ պատմական հնարավորությունը։ Եվ ես ընդհանուր գիտեք ինչ, դուք ճիշտ եք, այդ երանգը կա, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ երբեմն հայտարարություններ եմ անում, որոնք ներքաղաքական իմաստով ոչ մի օգուտ չեն բերում ինձ որպես քաղաքական գործիչ եւ մեր քաղաքական կուսակցությանը, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողել։ Դա ինչի հնարավորություն է, դա հնարավորություն է ուժեղացնել Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, բայց ինձ համար միանշանակ է, որ դա հնարավոր է անել այստեղ հիմա այս տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ունենալու միջոցով, տնտեսական համագործակցություն ունենալու միջոցով։ Եվ հետեւաբար մենք պիտի փորձենք անել հնարավոր է այդ հնարավորությունը օգտվելու համար։ Որտեւ ավանդաբար, գիտեք, ես ուզում եմ անկեղծ ասել, նույնիսկ երբեմն հոռետեսներին շատ դժվար է լինում փարատել հոռետեսների հոռետեսությունը։ Որտեւ տեսեք, ես ասացի 2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը ըստ էության ինքը շատ կարևոր, բայց այնուամենայնիվ այն վերջնական կետը չէ։ Եվ շատերն ասում են, ահա, պարզ օրինակ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այդ պայմանավորվածությունը չի իրագործվում, դուք պետք է, այսինքն ինձ ուղղված այդ հարցը, դուք պետք է արձանագրեք այդ քաղաքականության ձախողումը։ Ես դրա հետ չեմ համաձայնվում։ Եվ ես եւ մեր քաղաքական թիմը վճռական են համբերատար, հետեւողական խոսակցության, երկխոսության, փաստերի եւ փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության եւ բարեկեցության աղբյուր, բայց որպեսզի դա տեղի ունենա, տարածաշրջանը պետք է նաև տարածաշրջանի մյուս երկրների համար լինի խաղաղության, համագործակցության, բարեկեցության, անվտանգության եւ կայունության աղբյուր։ Ես իհարկե առաջին հերթին իմ հոգսը եւ պարտականությունը եւ կոռեկտ էլ չի, ես չեմ էլ կարող այլ երկրների փոխարեն մտածել եւ ձևակերպել այլ երկրների շահերի համար, բայց նաև 2021 թվականի ընտրություններից հետո մեր կառավարության ծրագրում մի այսպիսի կետ մտավ, մենք այդ կետը անվանում ենք տարածաշրջանացում։ Ինքը շատ շերտեր է պարունակում, ինքը ընդհանրապես բառ է, բայց շատ շերտեր է պարունակում, սա նշանակում է, որ մենք մեր քաղաքականությունները վարելիս առաջին հերթին ընկալում ենք մեզ որպես տարածաշրջանային երկիր, առաջին հերթին, սա չի նշանակում, որ մենք մեր այլ հարաբերությունները սահմանափակելու ենք կամ կտրելու ենք կամ նվազեցնելու, բայց մենք առաջին հերթին տարածաշրջանային երկիր ենք մեզ ընկալում եւ հետաքրքիր բանը ինչով էր հետաքրքիր, տեսեք, երբ որ մենք ծրագրում այդ թեզը մցրեցինք, ես արձանագրեցի, իհարկե հանգամանքները պարզ չէին, բայց դա 2021 թվականն էր, բայց 2022-23 թվականները ինչով էին էական եւ կարեւոր, որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այդ ժամանակաշրջանում հանդիպումներ էի ունենում եւ քննարկումներ էի ունենում մեր տարածաշրջանի բոլոր երկրների ղեկավարների հետ։ Այդպիսի իրադրություն, ինչքան էլ տարօրինակ թվա, մեզ համար չի եղել շատ սովորական։ Այսինքն եւ իմիջիայլոց վերադառնալով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների դինամիկային, գիտեք, ես պետք է ուղիղ ձեզ ասեմ,
Որովհետև այս հանդիպումը եւ նման հանդիպումներ իրանք ավելի իմաստավորված կլինեն, որպեսզի մենք մաքսիմալ երկիմաստություններից խուսափենք։ Գիտեք, այն ժամանակներում, երբ որ օրակարգում էր, որ պետք է շփումներ լինեն Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ասենք ինքնին փաստը, որ նման շփում է տեղի ունենում, կարող էր շատ բարդ արձագանք ունենալ սոցիալական ցանցերում եւ այլն եւ այլն։ Եվ բնականաբար հանրության արձագանքներ որոշակիորեն կաշկանդում են նաեւ այդ հանրության կողմից ընտրված իշխանությանը։ Բայց հիմա ես դա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում, շատ պարզ մի բան նշեմ, որը ինքը կարող է առաջին հայացքից պարզունակ թվալ, բայց խորհրդանշական։ Օրինակ, երբ որ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, եւ իմ հանդիպումների մասին փոքրիկ նյութեր ենք տեղադրում իմ Facebook-յան էջում, եւ ես վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել մեր սոցիալական ցանցերի մեր օգտատերերի շրջանում, ամենաշատ դիտումները, ամենաշատ հավանումները, եւ ես նայում եւ զարմանում եմ։ Ես զարմանում եմ։ Բայց հիմա կարող է թվալ լավ Facebook-ի լայքերն են քննարկում, բայց ելի եմ ասում, մենք պետք է դինամիկայի մեջ լինենք։ Օրինակ մեր առաջին հանդիպումը այդպեսին չէր, այլ ընդհակառակը։ Հիմնականի ֆոնով էր։ Նույնիսկ հանդիպման փաստը, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետը նման հանդիպում ունենա եւ այլն։ Այսինքն նկատի ունեմ շատ բարդություններ արդեն իսկ հաղթահարված են, որը պրակտիկ առումով ինքը վիճակագրության մեջ չի արտահայտվում, առևտրաշրջանառության եւ այլն։ Ես դա ձեռքբերում եմ համարում, ուղիղ պետք է ասեմ։ Ես դա ձեռքբերում եմ համարում եւ նաեւ էսա պատճառը, որ ես ասում եմ, որ հոռետեսներին ասում եմ, վաղ է արձանագրել այս ուղղության եւ այս քաղաքականության ձախողման մասին։ Ես համոզված եմ, որ եթե մենք հետեւողական, հանդարտ, փաստարկների վրա հիմնված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում այս փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցը այն չի լինելու, կլինի կարգավորում, թե չէ, հարցը լինելու է երբ կլինի կարգավորում, դա ընդհանրապես լինելու է ժամանակի հարց, որը ամենատարբեր հանգամանքներով իհարկե կազդվի, կարող է այդ կարգավորումը հետաձգվի եւս 3 ամսով, եւս 6 ամսով, եւս մի տարով, բայց դա այլևս այսօր արդեն իմ ընկալումն այն է, որ դա ժամանակի հարց է, եւ մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք եւ առաջինը առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ։ Եթե մենք շատ կոնկրետ դիտավորյալ վնասներ չհասցնենք այս գործընթացին, փոխադարձաբար իմ կարծիքով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հիմա արդեն ժամանակի հարց է։ Your Excellency, Yusuf Erim, TRT World, I'm going to ask you the question in English if that's okay, so we don't use third parties to talk me through. Ձեր այդ գերազանցություն հարցը կտա անգլերենով, եթե դեմ չեք։ The topic was diaspora, the topic was Armenian. Խոսքը Սփյուռքի մասին է, արտասահմանում բնակվող հայերի մասին։ Նաև խոսեցիք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Դուք նշում եք, որ Թուրքիան եւ Հայաստանը նախկինում հաղորդակցվում են երրորդ կողմի միջնորդությամբ։ Սակայն հիմա դուք խոսում եք ուղիղ, առանց միջնորդի։ Ինչ եք կարծում, արդյոք ապագայում Թուրքիան եւ Հայաստանը կկարողանան համագործակցել երրորդ երկրներում։ Մասնավորապես, քանի դեռ դուք սպասում եք, որ կարգավորումը տեղի կունենա, լինի դա սահմանի բացում կամ այլ պայմանագրի իրականացում, որպես վստահության ամրապնդման միջոց։
Մասնավորապես կցանկանայի հարցնել Սիրիայի մասին։ Սիրիայում շատ հայեր են ապրում։ Թուրքիան մեծ ազդեցություն ունի Սիրիայում։ Արդյոք սա մի դաշտ է, որտեղ դուք տեսնում եք Թուրքիայի հետ համագործակցելու հնարավորություն, որպեսզի կարողանաք Սիրիայում ապրող էթնիկ հայերին հասցնել համապատասխան օգնություն։ Կամ Լիբանանը, մեկ այլ երկիր, որտեղ Թուրքիան ևս ազդեցություն ունի։ Կամ համագործակցեք միջազգային այլ հարցերի ուղղությամբ, քանի դեռ սպասում եք երկկողմ կարգավորման ֆորմալանը փաստաթղթի տեսքով։ Գիտեք, միջազգային ասպարեզում համագործակցության արդեն շատ կոնկրետ փաստեր ունենք։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում մենք շատ կոնկրետ համագործակցության օրինակ ունեցանք, եւ դա լավ օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ այն հարցը, որ դուք բարձրացնում եք կապված ապագայի հետ, այսօր արդեն իրողություն է։ Ինչ վերաբերում է երրորդ երկրներին, այդտեղ առանձնահատկությունն այն է, որ իհարկե այդ երրորդ երկրների ինքնիշխանությամբ մենք բնականաբար սահմանափակված ենք եւ երրորդ երկրների գործերին միջամտելու մասին բնականաբար չի խոսքը եւ ենթադրում եմ նաեւ ձեր հարցը, բայց իհարկե մենք հետաքրքրված ենք, թե նույն Սիրիայի հարցում, որտեղից ցավոք որոշ անհանգստացնող լուրեր նորից սկսեցին գալ, ինչպես կարող ենք համագործակցել։ Եվ նման խոսակցություն նույնպես կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինքը շատ ծավալուն խոսակցություն չի, բայց այնուամենայնիվ այո, այդ օրակարգը կա, ելի եմ ասում, հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, նրանց իրավազորությունը, այսինքն այն մեր ընկալումները այդպիսին են եւ այո, ակնհայտորեն Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով մենք անհանգստացած ենք, ցավոք վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների բերումով շատերը ստիպված եղան լքել Սիրիան, բայց այսօր էլ հայ համայնք կա այնտեղ եւ Լիբանանում էլ մենք հայ համայնք ունենք եւ մենք ջանքեր գործադրում ենք, որպեսզի տեսնենք ինչ կարող ենք անել այդ երկրներում մեր համայնքների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար, այն ինչ որ մեր հասանելիության տիրույթում է, իսկ կոնկրետ դեպքում Թուրքիայի հետ այդ ուղղություններով աշխատելու Սիրիայի հետ կապված մենք ունեցել ենք որ կոնկրետ քննարկումներ եւ խոսակցություններ եւ եթե ոչինչ չխանգարի կունենանք նաեւ կոնկրետ դրսևորումներ համագործակցության. Sayın Başbakan, teşekkür ederim bizi davet ettiğiniz için. Şimdi biz 2 gündür görüşmeler yapıyoruz devlet yetkilileriyle ve bize söylenen genellikle Türkiye Հարգելի պարոն վարչապետ, շնորհակալ եմ այս հրավերի համար։ Այս 2 օրը մենք հանդիպումներ ունեցանք, եւ այդ հանդիպումների ընթացքում հիմնականում մեզ ասացին, որ ներկա պահին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների խոչընդոտ է հանդիսանում Ադրբեջանը։ Քիչ առաջ խոսեցինք տարածաշրջանում խաղաղության եւ բարի դրացիականության կարեւորությունից։ Գիտենք, որ Ամերիկայի եւ Իսրայելի միջեւ էլ համաձայնություններ կան Իրանի հետ կապված եւ խոսում են այն մասին, որ կարող է ռազմական ճանապարհով ինչ-որ բան լինել։ Սա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, Ադրբեջանի հետ բանակցությունների առումով։ Թրամփի եւ Իսրայելի Իրանի նկատմամբ վարած քաղաքականությունը ինչպես է գնահատում։ Եվ արդյոք այն Հայաստան-Թուրքիա հարաբերություններում փոխկապակցված ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ։ Türkiye ile normalleşme sürecine dolaylı etkileri olacağını düşünüyor musunuz? Teşekkür ederim. Գիտեք, օրինակ մենք նախորդ տարի ճանաչեցինք Պաղեստինի անկախությունը եւ սա պիտի ուղղասեմ, որ նաեւ տարածաշրջանացման մեր քաղաքականության արտահայտություն էր եւ այս որոշման մեջ ամենևին էլ երկրորդական դեր չի խաղացել մեր ամիջական հարևանների Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի դիրքորոշումը։ Եվ այս առումով իհարկե տարածաշրջանային իրադրությունները
մեզ մտահոգում եւ անհանգստացնում են նեգատիվ իրադարձությունները եւ բնականաբար երբ ինչ որ դրական զարգացում է տեղի ունենում, մենք փորձում ենք մեր ուժերի ներածին չափով նպաստել այդ դրական զարգացումների։ Իհարկե նաև մենք լավ հարաբերություններ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք այս տարի ստորագրեցինք ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ, համաձայնություն։ Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ բնականաբար նրանց հարաբերություններում որևէ լարումը անհանգստացնում է մեզ։ Եվ տարածաշրջանում, ինչպես արդեն ասացի, խաղաղությունը տարածաշրջանի, նաև Հայաստանի բարեկեցության գործոն է եւ երաշխիք է, եւ դա չի նշանակում, որ խոսքը վերաբերվում է միայն հենց Հայաստանում խաղաղության մասին, որտեղ իհարկե ես ձեզ կարող եմ բերել 2008 թվականի օրինակը, երբ Վրաստանում տեղի ունեցան իրադարձություններ, գիտեք, Հարավային Օսեթիայի հետ կապված այդ ռազմական իրադրությունը, որը շատ նեգատիվ ազդեցություն ունեցավ շատ արագ Հայաստանի տնտեսական կյանքի, սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Ես նկատի ունեմ հենց սա տարածաշրջանացման այդ գաղափարաբանության շատ կոնկրետ հիմնավորումն է, որովհետև հնարավոր չի, որ տարածաշրջանում չլինի կայունություն եւ խաղաղություն եւ առանձին վերցրած երկիր վայելի կայունություն եւ խաղաղություն, այդպես չի լինում։ Եվ իմ կարծիքով հենց սա է այն հիմնական ընկալման փոփոխությունը, որի անհրաժեշտությունը մեր տարածաշրջանը ունի։ Եվ այդ առումով իհարկե անհանգստացնող է, բայց մյուս կողմից նաև որոշակի ազդակներ կան, որ ցանկություն կա բանակցային խաղաղ դիվանագիտական եղանակով հաղթահարել տարաձայնությունները, եւ ես հույս ունեմ, որ մենք կգնանք հենց այդ սցենարը, որտեղ նույն Իրանի Իսլամական Հանրապետության կայունությունը եւ խաղաղությունը մեզ համար կարեւոր է եւ տարածաշրջանի բոլոր երկրների, եւ մենք այս տրամաբանությամբ ենք փորձում մեր քաղաքականությունները վարել եւ այնտեղ որտեղ ջանք ունենք գործադրելու, որովհետեւ հասկանալիորեն ամեն ինչ չէ, որ մեզնից կախված է, եւ այնտեղ որտեղ մենք ջանք ունենք գործադրելու, մենք չենք զլանա այդ ջանքը գործադրել։ Sayın Başbakan teşekkür ediyorum. Ben Mete Çubukçu NTV Haber kanalında program yapımcısıyım. Size sorum şöyle olacak. Karabağ Savaşı'ndan sonra... Շատ շնորհակալ եմ, արգարժան պարոն վարչապետ։ Այսպիսի հարց ունեմ։ Ղարաբաղի պատերազմից հետո համաձայնագրում Ադրբեջանի Նախիջևանի միջև ինչ-որ միջանցքից է խոսվում։ Թուրքիան այս միջանցքի շուրջ իր դիրքորոշումը ձևակերպումը դեռ շարունակում է։ Թուրքիան էլ դա անվանում է որպես Զանգեզուրի միջանցք։ Ձեր դիրքորոշումն այս միջանցքի հետ կապված։ Այստեղ էլ բոլորս տեսանք խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Արդյոք դա այլընտրանք է այդ Զանգեզուրի միջանցքին, թե ընդհանուր տարածաշրջանային ձեր մոտեցումն է արտացոլում։ Շնորհակալություն։ Teşekkür ederim. Գիտեք, նախ մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որովհետեւ մենք նախ Հայաստանի Հանրապետությունը այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի եւ այն փաստով, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկարտում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Ես առիթ ունեցել եմ եւ բոլորովին վերջերս հոդված հրապարակեցի այդ թեմայով, որի հիմնական իմաստն այն էր, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից ենք եւ թույլ տվեք ասել, որ առաջին հերթին մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետեւ իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։ Ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չի։ Եվ մենք 4 սահման ունենք, որից երկուսը
ամբողջությամբ փակ են։ Եվ այս փաստը ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է եւ ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Շատ հղում է արվում այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության 9-րդ կետին, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա։ Ես հասկանում եմ, որ միջանցք բառը այլ տարածաշրջաններում եւ միջազգային խոսույթում այլ կերպ է օգտագործվում, բայց նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության համատեքստում այդտեղ կա մի նրբություն, այնտեղ կա Լաչինի միջանցք արտահայտություն, որը այս համատեքստում որոշակիորեն, այսինքն դա գրված եւ ստորագրված է։ Իսկ նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի։ Եվ ավելին, շատ է խոսվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության մեջ կա դրույթ, որ Հայաստանի տարածքով ուղևորների եւ բեռների տեղափոխման անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրների ներկայացուցիչներ եւ ուժեր։ Նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության մեջ նման բան ընդհանրապես չկա, ավելին գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների երթևեկություն անցուդարձ։ Ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել անվտանգությունը, եթե ինքը չի ապահովելու անվտանգությունը։ Բայց նաև ուզում եմ եռակոմ հայտարարության հետ կապված հետևյալ դիտարկումը անել, որ եռակոմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական։ Օրինակ եռակոմ հայտարարության մեջ նշվում է գերիների պատանդների, ռազմագերիների պատանդների այլ պահվող անձանց փոխանակման եւ վերադարձի մասին, բայց մինչեւ հիմա այդ խնդիրը լուծված չէ, ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, որը մեր գնահատմամբ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով այլ արգելված միջոցներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եռակոմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակապար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Եռակոմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին, Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, բայց եռակոմ հայտարարությունից հետո ընդհակառակը փախստականների թիվը մեծացել է եւ տեղի է ունեցել բռնի տեղահանում եւ այլն եւ այսպես շարունակ, բայց ես նկատի ունեմ դա լավ մոտեցում չէ եռակոմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական։ Տեղ ասել այն այլևս ուժ չունի, ուրիշ տեղերում ասել այն ուժ ունի, ընդ որում վերագրելով նրան դրույթներ, որոնք իրականում գոյություն չունեն, ի վերջո դա հրապարակային փաստաթուղթ է։ Ինչ վերաբերվում է կոմունիկացիաներին, պատրաստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ, այո, իհարկե պատրաստ է։ Եվ մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, որը մեր կարծիքով ոչ թե ուղղակի առաջարկություն է, այլ լուծում է խնդիրը երկաթուղային բեռնափոխադրումների մասով, եւ մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստի վրա, որ ընդհանուր առմամբ այդ թվում նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարության մեջ 2020 թվականի առանձին վերցրած օրակարգ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի
միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա։ Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները եւ ներքին, այսինքն Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա եւ երկաթուղային կապը անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն Նախճեվանի ինքնավար հանրապետության տարածքով։ Այսինքն սա ենթադրում է եւ հետեւաբար մենք ասում ենք, որ պատրաստ ենք իհարկե ապահովել երկաթուղային կապը եւ ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաեւ Հայաստանի մասնավորապես Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար, որովհետեւ լեռնային, խիստ լեռնային ռելիեֆի բերումով Հայաստանի տարածքով երկաթուղի ունենալու հարավից դեպի հյուսիս բարդություններ կան։ Միևնույն ժամանակ մեր ընկալմամբ սա նշանակում է նաև Ադրբեջանից երկաթուղային կապի ստեղծում Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Եվ ընդ որում ավտոմոբիլային տրանսպորտի կապի ստեղծում, այդ թվում Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կարող է կապվել երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ։ Իհարկե, այս պարագայում նաեւ ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք պատրաստ ենք այս լուծումների։ Եվ մեզ հասկանալի չէ ինչու Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին եւ ընդհակառակը փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։ Այսինքն շատ հստակ հարցը ունի շատ հստակ պատասխան։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրամադրել երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախճեվան։ Այո, պատրաստ է։ Եվ նույնը ակնկալում ենք նաև, որ նույն հնարավորությունը կստեղծվի Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքի համար։ Մենք պատրաստ ենք նաև ավտոտրանսպորտային հաղորդակցություն ապահովել։ Իմիջայլոց ես իմ վերջին հոդվածում ընդգծել էի, որ եթե մյուս պայմաններում, մյուս պարագաներում դեռ ենթակառուցվածքային ներդրումներ անելու անհրաժեշտություն կլինի, բայց հենց այսօր քաղաքական եւ իրավական որոշման պարագայում տրանսպորտային, ավտոտրանսպորտային հաղորդակցություն է հնարավոր ապահովել Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան, Մարգարայի անցակետով, որտեղ ենթակառուցվածքները պատրաստ են, ճանապարհները նորմալ վիճակում են, մինչև տեղ սահմանային կետ, որից են կողմ արդեն սահմանը Հայաստանի Ադրբեջան սահմանի հատումով, Լաչին եւ այնտեղից եւ Ադրբեջանի խորք։ Այսինքն հենց այսօր եւ ես դրա մասին հրապարակային հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի ավտոմոբիլային կապ ապահովել եւ որը արտահայտված է եւ այս ընկալումների համախումբն է, որը մենք անվանում ենք խաղաղության խաչմերուկ։ Ընդ որում խաղաղության խաչմերուկ մենք հատուկ ընտրել ենք այնպիսի անուն այդ նախագծին, որ մեր հարևան երկրներից ոչ մեկում ալերգիա չառաջացնի այդ անունը։ Եվ կարծում եմ, որ սա մեր կառուցողական դիրքորոշման եւ դիրքավորման շատ ուղիղ հիմնավորում է։ Ben Agos gazetesinden Lucien Kopar. Շնորհակալություն եմ այդնում։ Իմ հարցը վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է, ներկա պահին հացադուլ է հայտարարել։
Այս թեմաների շուրջ Հայաստանի մամուլում էլ Հայաստանի կառավարությանն ուղղված որոշակի քննադատություններ կան առ այն, որ համապատասխան ջանքեր չեն գործադրվում։ Դուք ինչ եք մտածում այս խնդրի հետ կապված։ Siz bu konuda ne düşünüyorsunuz acaba? Իհարկե արդեն ասացի, որ այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է։ Մենք այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում եւ նաեւ մենք փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա տեղի ունենում մի պայմաններում, երբ Ադրբեջանը ըստ էության այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ եւ էսկալացիոն նպատակներով եւ երբ որ ասում են, որ Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար, եթե մարդիկ նման բան ասում են, նշանակում է բավարար չափով տեղեկացված են։ Եթե բավարար չափով տեղեկացված են, ուրեմն պետք է հաջորդ քայլն էլ անեն եւ ցույց տան այդ որ գործողությունն է, որ Հայաստանի կառավարությունը պիտի անի եւ դա կբերի արդյունքի եւ կառավարությունը այդ ջանքը չի գործադրում։ Ես ընդհանուր առմամբ այդ քննադատությունը հասկանում եմ եւ միշտ ասում եմ, որ քանի դեռ այդ ջանքերը, որ կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում, որովհետև այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում, ինչու, որովհետև այս ժանրի մեջ հրապարակային հայտարարությունները իրենք պետք է լինեն շատ նպատակային եւ կոնկրետ նպատակի ծառայեն եւ այդ հրապարակային հայտարարությունների որոշակի դեպքերից անդին արդեն իրենք ոչ մի օգուտ չեն տալիս եւ ընդհակառակ վնաս են տալիս։ Ես միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ 32 գերեվարված մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան եւ միջև վերջին վարկյանը ոչ մեկի հայտնի չէր այն ջանքերը, որ մենք գործադրում ենք եւ միջև վերջին վարկյանը հնչում էին քննադատություններ, որ կառավարությունը ոչինչ չի անում։ Եվ այդ մարդիկ իրենց տեսակետից ճիշտ էին, որովհետև նրանց տեսակետից կառավարությունը որևէ բան անում է միայն այն պարագայում, երբ այդ խնդիրը լուծված է։ Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ցանկացած ոք կարող է պնդում անել, որ ուրեմն կառավարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում։ Բայց մինչև դեկտեմբերին 2023 թվականի մեր գերեվարված հայրենակիցներին վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը միջև այդ վերջին վարկյանը հնչում էին շատ խիստ քննադատություններ եւ որ կառավարությունը ոչինչ չի անում։ Իսկ կառավարությունը անում էր եւ դա իմացվեց ընդամենը այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց եւ դա ակնհայտ դարձավ եւ ես արդեն ասացի, դա ցավոտ հարց է, բայց կա նաեւ հետեւյալը, որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ խնդիրը ցավոք, ելի ասում եմ, որ մանավանդ խաղաղության գործընթացի համատեքստում, երբ որ անընդհատ փորձ է արվում բերել լրացուցիչ էսկալացիոն գործոններ եւ ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որը իհարկե անհանգստացնող է եւ անընդունելի։ Եվ Հայաստանի կառավարությունը այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել։ Sayın Başbakan, teşekkür ederiz. Հարգելի վարչապետ, շնորհակալ եմ։ Իմ հարցը վերաբերում է Հայաստանի Եվրամիությանն անդամակցության գործընթացին։ Հայաստանը պաշտոնապես սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց։ Ինչպես գիտենք, Հայաստանի խորհրդարանում դրա վերաբերյալ որոշում կայացվեց։ Եվ իմ հարցը հետևյալն է. Հայաստանն ինչ փուլում է հիմա Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ հարաբերությունների հետ հավասարակշռությունն ինչպես եք պահպանում։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ այդ քաղաքականության շրջանակներում մենք
զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նաեւ Ռուսաստանի հետ եւ ինչպես արդեն ասացի, այդ հարաբերությունների այդ բանաձևի համատեքստում է տեղավորվում նաեւ մեր տարածաշրջանացման քաղաքականությունը։ Եվրամիության հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են, խորացել են եւ այդ զարգացումների ֆոնին քաղաքացիական հասարակությունը, հանրության ներկայացուցիչներ շուրջ 50,000 ստորագրություններով օրենքի նախագիծ են ներկայացրել խորհրդարանին։ Մեր սահմանադրությամբ այդպիսի կարգավորում կա, որ քաղաքացիները կարող են 50,000 ստորագրությամբ օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, ինչի եւ տեղի է ունեցել։ Եվ մեր կառավարող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել եւ այդ կողմ քվեարկությունը տեղավորվում է նաեւ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ եւ նաեւ մենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններին, ընդ որում գիտեք հետաքրքիր մի հանգամանք, եթե ուշադիր նայենք մեր տարածաշրջանին, այսօր կայացած իրողությունն է, որ մեր 4 հարևաններից 2-ը Եվրամիության անդամության թեկնածու են։ Եվ նկատի ունեմ, որ նաև այս process-ը մեր տարածաշրջանացման քաղաքականությանը չի հակասում։ Բայց մենք մյուս կողմից հասկանում ենք եւ ակնհայտ է, որ այդ նախագծի ընդունումը չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը, որովհետեւ դա բոլորովին այլ մի գործընթաց է։ Մենք դրանով արձանագրում ենք մեր քաղաքական հետաքրքրվածությունը այդ գործընթացի նկատմամբ, հասկանալով, որ դա բարդ գործընթաց է, բայց մյուս կողմից բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում մենք ուզում ենք նաեւ մեր ժողովրդի համար, ես այդպես եմ ձևակերպում, ունենանք այլընտրանքների որոշակի մենյու, որովհետեւ ընդհանուր Եվրամիությանը անդամագրվելը ի վերջո նաև կարող է տեղի ունենալ համընդհանուր հանրաքվեի միջոցով հաստատվելու պարագայում Հայաստանի Հանրապետության դեպքում, որտեղ նույնիսկ այդ պարագայում դեռ փաստ չի, որ Հայաստանը կանդամագրվի Եվրոպական միությանը, որտեղ Եվրոպական միության անդամ երկրներն էլ իրենց հերթին պետք է կոնսենսուս ձեռք բերեն։ Ես նկատի ունեմ, որ մենք պարզապես, ես ուզում եմ ուղիղ ասել դրա մասին, մենք պարզապես ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարի այլընտրանքների բացակայության արտաքին քաղաքականությունը։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը ունենա այլընտրանքներ։ Սա ամենևին էլ այդ այլընտրանքներից մեկի հենց ուղղակի ընտրություն չէ, այլ դա հնարավորություն է, եւս մի այլընտրանքի հնարավորություն է մեր պետության եւ մեր ժողովրդի համար, եւ սա ըստ էության ծառայություն է իհարկե նաեւ մեր հանրության առնվազն ընդ որում 50,000-ից ավելի ստորագրություններ հավաքվել, 60,000-ից մոտիկ, եւ նաեւ մեր ժողովրդավարական էության արտահայտությունն է, որ մենք չենք կարող, եթե սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է, ինչու պիտի ժողովրդավարական կառավարությունը եւ ժողովրդավարական մեծամասնությունը մերժի այդ նախագիծը։ Եվ սա է մեր ընկալումը եւ ես կարծում եմ, որ դա կարևոր լրացում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, եթե կարելի է այդպես ձևակերպել, մենյուի եւ հնարավորությունների մեջ։ Էլի եմ ասում, մեր կարևորագույն խնդիրներից մեկը այլընտրանքների բացակայության քաղաքականությունը հաղթահարելը եւ մուտք գործելն է միտեղ, որտեղ մենք կարող ենք ավելի ուշադիր նայել մեր տարածաշրջանին, ավելի ուշադիր նայել աշխարհին, ավելի ուշադիր նայել հնարավորություններին, ավելի ուշադիր վերլուծել սպառնալիքները, բայց տեսնել նաև հնարավորությունները։
Եվ սա տրամաբանական շարունակությունն է, ելի եմ ասում, այդ թվում մեր տարածաշրջանային քաղաքականության։ Որտեւ ես չգիտեմ, այդ ինչպիսին կլիներ մեր մոտեցումը, բայց մեր քննարկումների եւ վերլուծությունների մեջ սա ունեցել է էական նշանակություն, որ մենք արձանագրել ենք, որ մեր 4 հարևաններից 2-ը Եվրամիության անդամության թեկնածու են, ընդ որում նաեւ Թուրքիայից հնչեց բոլորովին վերջերս այդ արձանագրումը, որ Թուրքիան ամենևին էլ չի հրաժարվել եվրոպական քաղաքականությունից։ Նաեւ այդ հնչում է, ինչքան էլ հիմա որոշակի խնդիրներ կան Վրաստանի եւ Եվրամիության հարաբերություններում, բայց նաեւ Վրաստանը հայտարարում է, որ չի հրաժարվել Եվրամիության հետ մերձենալու քաղաքականությունից եւ մեր այս որոշումները պետք է դիտարկել նաեւ այս համատեքստում։ Sayın Başbakan İdris Sarıkan, CNN Türk. Şimdi bu görünen o ki işte Türkiye ile giden bir süreç var. Her ne kadar biraz sıkıntılı da olsa ama bu sürecin Հարգարժան վարչապետ, հիմա Թուրքիայում ինչ-որ գործընթաց կա։ Ինչքան էլ որ դժվարություններ կան, տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ կապված է նաև այդ գործընթացը։ Ում հետ զրուցեցինք, խոսեցինք, այդ մասին են ասում։ Ուզում ենք հասկանալ, թե Ադրբեջանի հետ ինչ է խոսվում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 1990-ականներից խնդիրներ կան։ Փախստականների խնդիր կա եւ այլն։ Բաքվից հնչած հայտարարություններում երբեմն ասում են, որ այդ փախստականները պետք է վերադառնան եւ այլն։ Արդյոք դա ընկալվում է որպես տարածքային պահանջ, այդ մարդկանց վերադարձի հարցը եւ այլն։ Ձեր տեսանկյունը, դիտանկյունը ո՞րն է այս հարցի շուրջ, երբ Ադրբեջանը նաև բարձրացնում է փախստականների վերադարձի հարցը։ Ձեր հարցին կա մի շատ կարևոր լրացում։ Ադրբեջանը իրականում բարձրացնում է մի հարց, որը անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Եվ Ադրբեջանը Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70%։ Եվ մեզ հրավիրում է քննարկել Արևմտյան Ադրբեջանի հարցը։ Մենք Հայաստանի Հանրապետության տարածքի 60-70%-ը անվանելով Արևմտյան Ադրբեջան։ Մենք ասում ենք, որ Հայաստանում Արևմտյան Ադրբեջան չկա։ Եթե ուզում ենք Արևմտյան Ադրբեջան փնտրել, Արևմտյան Ադրբեջան կամ տեսնել, ցույց տալ Արևմտյան Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի, եթե ինչ-որ տարածաշրջանի անուն մոռանամ, դա չի նշանակում դիտավորյալ բաց թողում, բայց ես նկատի ունեմ, մենք կարող ենք քարտեզի վրա նայել եւ ասել, թե որն է Արևմտյան Ադրբեջանը։ Այստեղ Արևմտյան Ադրբեջանը։ Այս գծից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չկա։ Շատ ցանկանալու բերումով նաեւ Նախճեվանը կարելի է Արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։ Նկատի ունեմ, նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա, մեզ կոչ անելով ինչ որ հարց քննարկել, բայց ելի եմ ասում, նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ը անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ, որևէ երկրի համար քննարկելի չէ, որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել։ Իսկ ընդհանրապես եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի։ Մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում եւ Սփյուռքում կան փախստականներ Նախճեվանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գանջայից եւ այլն։ Այսինքն նկատի ունեմ իրականում
Ադրբեջանը մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ եւ հետեւաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել։ Տեսեք, Զանգեզուրի միջանցք ասված խոսույթը նույնպես հենց այդ պատճառով անընդունելի է մեզ համար, որովհետեւ դա տարածքային պահանջ է պարունակում Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթե խոսքը տրանսպորտային հաղորդակցության եւ տնտեսական հաղորդակցության մասին է, մենք բաց ենք եւ ասում ենք այո, պատրաստ ենք, ինչպես արդեն ասացի, տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության պայմաններով։ Եվ հասկանալով, որ կան բարդություններ, նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, որ դա իրականություն լինի եւ տեղի ունենա, եւ արել ենք կոնկրետ առաջարկ երկաթուղային կապի վերականգնման համար եւ սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում այդ առաջարկի էությունը մենք չենք հրապարակում մի պարզ պատճառով, որպեսզի նաև դա դիվանագիտական կոռեկտության խախտում չլինի, որ աշխատանքային փաստաթղթի էությունը բացում ենք, բայց մեր գնահատմամբ մենք լուծել ենք այդ հարցը։ Եվ ակնկալում ենք նույնպիսի լուծում մեզ համար։ Այսօր ասում են, որ մենք առաջարկել ենք այնպիսի լուծում, որ արևմտյան Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով երկաթուղային կապի բեռնափոխադրումների, երկաթուղային բեռնափոխադրումների հարցի լուծում ենք մենք տվել։ Ընդամենը մնում է, որ Ադրբեջանը այդ լուծմանը համաձայնվի։ Ավելին ասեմ, մենք դեռ 2022 թվականից, եթե չեմ սխալվում, կառավարությունում շրջանառության մեջ է Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետերի բացման մասին կառավարության որոշման նախագիծ։ Այսինքն նախագիծը նրա մասին է, որ սահմանային կոնկրետ կետերում մենք անցագրային կետեր ենք բացում, որպեսզի Ադրբեջանի տրանսպորտային միջոցները, բեռները, քաղաքացիները կարողանան երթևեկել Հայաստանի Հանրապետության տարածքով, այդ թվում դեպի Նախիջևան։ Եվ սա է հարցի մեր ընկալումը, որովհետև գիտեք, տեսեք Ադրբեջանը ինքը իրեն հակասում է ինչով։ Ադրբեջանը ինքը իրեն հակասում է նրանով, որ 2020 թվականը, 2021 թվականը եւ հաջորդող շրջանը իրենք անվանում են պաշտոնական մակարդակում յետկոնֆլիկտային շրջան։ Յետկոնֆլիկտային շրջան։ Բայց իրենք ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։ Այսինքն Ադրբեջանի այս երկու խոսույթները չեն բռնում իրար հետ։ Ամեն օր կոնֆլիկտի լեզու, ամեն օր ագրեսիվ ռետորաբանություն, ամեն օր ուժ, եթե ոչ ամեն օր, շատ հաճախ, ես ամեն օր ասելով, բայց շատ հաճախ, ուժի եւ ուժի կիրառման սպառնալիք եւ արևմտյան Ադրբեջանի խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստանի, գիտեք, եկեք ուղիղ ասենք, Հայաստանի պետության գոյությունն իսկ։ Եվ զուգահեռ մեզ հրավեր քննարկելու։ Կներեք իմ կարծիքով դա առնվազն տարօրինակ է։ Իմիջայլոց եւ հենց այդ խաղաղության բանաձևի գուցե շրջանակում է, որ ես տեսեք, ես մի կողմից ասում եմ, որ այս գծից արևմտյան Ադրբեջանը էստեղ, այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա, բայց ես հասկանում եմ, որ դա կիսատ կլինի այդ խոսույթը, եթե ես չասեմ, որ արևմտյան Հայաստանն էլ էստեղ։ Սա ըստ էության երկու նախադասություն է, բայց սա խաղաղության մեր ընկալումն է եւ մեր պատկերացումն է։ Որտեւ եթե այս բանաձևերը չլինեն, ընդ որում ելի եմ ասում, կարող են լինել ամենատարբեր ընկալումներ պատմության, պատմական իրադարձությունների եւ այլն։ Բայց եթե մենք ուզում ենք կառուցել
հոսող բանի վրա, տարածաշրջանի վրա հնարավոր չի ոչ մի բան կառուցել։ Պետք է արձանագրել այն ինչ որ դե յուրե արձանագրել։ Իմիջայլոց շատ կարևոր բան կա։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանական Հանրապետությունը ունեն արդեն իսկ փոխադարձորեն վավերացված առաջին միջազգային փաստաթուղթը, որը մեր երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է, որը մեր երկրների ստորագրվել է հանձնաժողովների կողմից եւ մեր երկրներում արկա ընթացակարգերով վավերացվել, որտեղ արձանագրվում է, որ սահմանազատման հիմքը, բազային սկզբունքը Ալմատիի հռչակագիրն է։ Ալմատիի հռչակագիրը, որը ստորագրվել է 1991 թվականին, երկու արձանագրում է մեր հարցի համատեքստում անում։ Առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ եւ Խորհրդային Միության երկրների ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ։ Եվ հետեւաբար այդ խոսույթը արդեն իսկ հակասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունեցող դե յուրե փաստաթղթին։ Ուղիղ հակասում է։ Եվ մենք այդ պայմանավորվածությանը հավատարիմ ենք եւ հետեւողական, համբերատար şarjվում ենք խաղաղության ուղղությամբ։ Ben de tekrar kendimi tanıtayım. Barçın İnanç ismim. T24 adlı bir haber sitesine yazıyorum. Bir de Turkey in Depth diye İngilizce bir bültene de katkı sağlıyorum. Dışişleri Bakanı, Türk Dışişleri Bakanı ile Amerikan Dışişleri Bakanı'nın Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ու Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարը միշտ իրենց ունեցած խոսակցություններում խոսում են Կովկասի տարածաշրջանի մասին։ Դուք կարծում եմ Թրամփի հետ եք տեսակցել։ Արդյոք Միացյալ Նահանգների դիրքորոշումը կարող է այս խաղաղության գործընթացում ինչ-որ դեր ունենալ։ Որովհետև եթե ուրիշ տեսանկյունից, դիտանկյունից ենք նայում, Թրամփի ներկայության պայմաններում ըստ որոշ մեկնաբանությունների շատ երկրներ կարող են նախընտրել այսպես ասած անկանոն աշխարհը։ Կամ ասենք տարածաշրջանային որոշ զարգացումները, հակամարտությունները, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը, հնարավոր զինադադարը եւ այլն տարբեր կերպ են մեկնաբանվում։ Հետևաբար ձեր մատնանշած այդ հնարավորության պատուհանի հետ կապված ձեր կարծիքով կան այնպիսի գործոններ աշխարհում եւ տարածաշրջանում, այնպիսի զարգացումներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ այդ հնարավորության եւ պատուհանի համար։ Եվ ուզում եմ հասկանալ, եթե Ադրբեջանի հետ խաղաղություն, ճիշտ է, այն դեռ հորիզոնում չի նշմարվում, բայց Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը։ Ձեր ասած հոռետեսների դեմ օգտագործվող փաստարկները կարող եք ավելի հստակեցնել։ Որովհետև ի վերջո Հայաստանի եւ Թուրքիայի միջև կարգավորում դեռ չի ապահովվել։ Դուք ասում եք, որ դա ժամանակի հարց է։ Թուրքիայից իհարկե դրական ինչ-որ ազդակներ, մեսիջներ են եկել։ Դա եք հիմք ընդունում, որ ժամանակի խնդիր է։ Չեմ ուզում կրկնել, բայց ինչքան Ադրբեջանի հետ խաղաղությունն ուշանա, կարծես թե այդքան էլ շարունակելու են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չկարգավորված մնալ։ Այդ ռիսկը դուք չեք տեսնում։ Türkiye-Ermenistan süreci de olumsuz etkilenme riski yok mu acaba? Ես այդ ձևակերպման հետ ուզում եմ չհամաձայնել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։ Ես կասեմ, որ պարզապես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։ Որովհետև իրականում, տեսեք, շատ կարևոր հենասյուներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության դրվել են։ Որոնք են այդ հենասյուները, մեկը ես արդեն նշեցի։
Հայաստանը եւ Ադրբեջանը ըստ էության պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմատի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Սա այնա ինչ որ հորիզոնում պետք է երևա, ավելին ասեմ, խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում վերաարձանագրել են այս իրողությունը, արձանագրել են, որ չունեն միմյանցից տարածքային պահանջներ եւ փոխադարձաբար պարտավորվում են նման տարածքային պահանջներ չներկայացնել ապագայում։ Սա շատ հստակ երևում է հորիզոնում, բայց հիմա դուք կհարցնեք, բա ո՞րն է ծխածածկույթը։ Ծխածածկույթը Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթն է, որովհետև երբ որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի Արևմտյան Ադրբեջանի խոսույթ։ Ծխածածկույթը Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայն դեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել են խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն 4 տարի բանակցում ենք խաղաղության process-ի վերաբերյալ եւ ունենք արդյունքներ, արդեն իսկ ասել եմ, մենք դա չենք արձանագրում, անդադ կենտրոնացած ենք խաղաղության համաձայնագրի վրա, որը իհարկե կարևոր անկյունակարային բան է, բայց այն որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ եւ վավերացրել են երկու երկրներում, դա արդեն իսկ կայացած փաստ է եւ կայացած իրողություն, ավելին մենք սահմանազատված սահմանային հատվածներ ունենք եւ այստեղ է խնդիրը, այս կետից ինչ ճանապարհով ենք գնում։ Ես եթե ուշադիր եք ասացի, որ եթե հետեւողական լինենք մենք մեր ջանքերում, արդեն իսկ այդ ճանապարհ, այդ նախագիծը սեղանին է, մնում է այդ նախագծից չհրաժարվել։ Մեզ ըստ էության շատ նոր բան կառուցել այս փուլում, պետք չէ անհրաժեշտ է ընդամենը այն ինչ որ արձանագրված է, դա չոչնչացնել։ Սրա մասին է խոսքը։ Այո, մենք հասկանում ենք նաև զգայունությունները, որը կան եւ առանձնահատկությունները, որը կա Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, դա հնարավոր չի շղթել, բայց մյուս կողմից նաև արդեն ասացի, որ մենք ունենք process-ներ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Ես նոր մտածեցի, որ այն առաջի 7 րոպեում, երբ որ նշում էի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձությունները, ես էլի բաներ բաց թողեցի, որ կարող էի լրացնել, հասնել 10, 11, 12, 15 րոպեի։ Ընդհանուր որ հիմա արդեն 2 տարի անընդմեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Անտալիայի դիվանագիտական խորհրդաժողովին, ավերիչ երկրաշարժից հետո արտաքին գործերի նախարարի այդ տեղի ունեցավ Թուրքիայում աղետի գոտի, մենք հումանիտար աջակցություն ուղարկեցինք, որը եւ լավ է, որ հումանիտար աջակցություն ուղարկեցինք, վատ է, որ նման ողբերգական իրադարձությունների հանգամանքով եւ բերումով։ Բայց ես էլի եմ ասում, նաեւ Թուրքիայի դերի առումով, այստեղ իմ կարծիքով Թուրքիան էլ ընտրելու բան ունի, որովհետեւ մենք լսում ենք, որ Թուրքիան փորձ է անում կամ առնվազն, գուցե մենք սխալ ենք ընկալում ուղերձը, բայց մեր տպավորության Թուրքիան նաև ինչպես դուք նշեցիք, ինչու է Թուրքիան Միացյալ Նահանգների հետ քննարկում նաև հարավային Կովկասի խնդիրները, որովհետև մեր ընկալումն այն է, որ Թուրքիան համենայն դեպս ուղերձները այդպիսին են, որ հարավային Կովկասում
կայունության օգտին է հանդես գալիս Թուրքիան։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան հանդես է գալիս եւ նախագահի եւ արտաքին գործերի նախարարի մակարդակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, առնվազն կամ մենք ընկալում ենք գուցե թե սա նշանակում է նաև որոշակի բալանս Հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների, կամ գուցե մենք սխալ ենք ընկալում։ Բայց մյուս կողմից ցանկացած ջանք, որը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իհարկե դա օգտակար կլինի, բայց մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հիմա աշխատում են երկկողմ ֆորմատով, բայց մյուս կողմից մենք նաև ուզում ենք, որ մեր միջազգային գործընկերները տեղյակ լինեն ինչ է կատարվում խաղաղության գործընթացում եւ նաև մեր տեղեկատվությունը կիսում ենք նրանց հետ։ Her birimizin bir soru hakkı vardı. Ama isterseniz hani son bir vermek istediğiniz bir Ամեն մեկն իհարկե մեկ հարցի հնարավորություն ուներ, բայց եթե դուք կցանկանաք թուրք հասարակությանն ինչ-որ մի բան փոխանցել, ինչ-որ մեսիջ փոխանցել, ինչպես կուզեք, որ այն ներկայացվի։ istersiniz. Այո, կուզեմ, որովհետև ես գիտեք ինչ ինձ զարմացրեց, ինչով դուք սկսեցիք ձեր խոսքը։ Դուք ասացիք, որ ձեր մոտ կա արտահայտություն, ջուրը փոքրին, խոսքը մեծին։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ էլ կա այդ արտահայտությունը։ Պիտի ասեմ հետևյալը, որ Թուրքիայի ներկայացուցիչների հետ սա իմ շփումների ամենազարմանալի հատվածն է ինձ համար, որովհետև ամենատարբեր ներկայացուցիչների ընթացքում երևի նաև այդ տարածաշրջանային տենց սովորություն կա, մենք բանակցությունների դիվանագիտական քննարկումների ընթացքում անդադ մեր ժողովրդական առածներին հղում ենք անում։ Արդեն չչափազանցնեմ, երևի գոնե 3-4 դեպք եղել է, երբ Թուրքիայի ներկայացուցիչները հետ զրույցում կամ ես եմ ասել եմ, որ Հայաստանում այսպիսի առած կա եւ մեջբերում եմ արել եւ Թուրքիայի զրուցակից ասել է, գիտեք ինչ, մեր մոտ էլ տենց ասացված կա, կամ Թուրքիայի ներկայացուցիչն ասել, մեզ մոտ ասում են, ես էլ ասել եմ, բայց գիտեք ինչ, մեզ մոտ էլ են այդպես ասում։ Հիմա ես շատ զարմացա, երբ որ դուք հենց առաջին բառերը խոսեցիք նրա մասին, որ ձեր մոտ ասում են, որ ջուրը փոքրին, խոսքը մեծին։ Սա արտահայտություն է, որ Հայաստանում լայնորեն տարածված է եւ ես այս արտահայտությունը լսել եմ մեր մեծերից հազարավոր անգամներ եւ ես ինքս էլ արդեն լինելով դառնալով ծնող եւ մեծի կարգավիճակում տարիքով ինքս էլ հազարավոր անգամներ օգտագործել եմ մեր երեխաների հետ շփումներում։ Եթե սա կընկալվի որպես ուղերձ, կարծում եմ բավականին լավ ուղերձ է։ Շնորհակալ եմ շատ։